Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու ցավոք սրտի չեմ կարող ասել հերթական վլոգը, քանի որ այս վլոգը լինելու է իմ նոր ալիքի առաջին վլոգը, իրականում մեծ ցավով եմ ուզում ասել, որ այլևս Լիան Զաքարյան վլոգը չի գործելու, այնտեղ այլևս չեմ կարող վլոգներ տեղադրել ու գործունեություն ծավալել, քանի որ առաջացան խնդիրներ, որոնք ես չկարողացա լուծել ու հիմա այդ ալիք չեմ կարող մուտք գործել, այդ առիթով իրականում շատ տխուր եմ, բայց երկար մտածելուց հետո որոշեցի, որ ես չեմ ուզում այս ամեն ինչը թողնել, որովհետև այս ամեն ինչը ինձ շատ հոգեհարազատ է, ես շատ եմ սիրում նկարել, արդեն ադապտացել եմ այս ամեն ինչին, ինձ դուր է գալիս այս պրոցեսը, ինչը որ ես անում եմ ու որոշեցի նոր յութուբյան ալիք բացել, որտեղ էլ կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել։ Իրականում շատ դժվար է ամեն ինչ նորից սկսել զրոյից ու սկսել այն նույն կետից, որ մեծ դժվարությամբ, բայց փորձել եմ անել, այո, ինձ իրականում շատ մեծ դժվարություն տրվեց այս ամեն ինչը սկսելն ու անելը ու ես չեմ ուզում այն բաց թողնել, դրա համար ես մեծ հույս ունեմ, որ դուք կբաժանորդագրվեք ինձ ու նույնքան ակտիվություն կցուցաբերեք այս նույն ալիքում, որքան որ նախկինում էր, քանի որ հատկապես վերջին շրջանում իմ հին ալիքը բավականին մեծ ակտիվություն ուներ ու այնտեղ, չգիտեմ, սկսել էր ալիքս աճել ու զարգանալ, որի համար շատ եմ ափսոսում, որ հիմա չեմ կարող այդ նույն ալիքում գործունեություն ծավալել, բայց կյանքը առաջ է գնում ու մենք նույնպես, այնպես որ ձեզ կսպասեմ արդեն այս նոր ալիքում, քանի որ իմ ալիքը միայն անկեղծության մասին է, այստեղ դուք կտեսնեք ռեալ կյանք առանց ֆիլտրերի, այստեղ կտեսնեք իմ կյանքը, իմ առօրյան, իմ երեխաներին, իմ կյանքի հետաքրքիր դրվագները ու այստեղ ամեն ինչ շատ սիրուն է, շատ պոզիտիվ է ու շատ անկեղծ է։ Ու մինչև վլոգի հիմնական մասին անցնելը, նախ եւ առաջ ուզում եմ կիսվել ձեր հետ այն առիթներով, որոնք տեղի են ունեցել մայիս ամսին, իսկ մայիս ամսին քիչ չեն եղել մեր ընտանիքում առիթները, որոնցով էլ հենց հիմա կկիսվեմ ձեր հետ, գնանք նայելու ու վերադառնանք։ A few moments later. Ապրիլի 29-ին վաղ առավոտյան մեզ զանգեցին ու հայտնեցին, որ քեռուս աղջիկը, քույրիկս ունեցել է իր առաջնեկին, իհարկե շատ ուրախալի լուր էր և այնպես ստացվեց, որ մայիսի 1-ին իրենց դուս գրումն էր և իհարկե մենք ևս շտապում ենք հիվանդանոց, որպեսզի իրենց տանենք տուն։ Մենք արդեն հիվանդանոցում ենք, ավելի ճիշտ հիվանդանոցի բակում, սպասում ենք մինչև մեր մայրիկն ու փոքրիկը դուրս գան։ Մամա, Ձեռքդ վարում տանեմ աշխարհից աշխարհ, մենք ապրում ենք և ժպտում ես մի վայրկյան, դու հրաշք ես, մեր հրաշքն ես, իրական, այդտեղ կաղն է, կաղն չէ, որ ուզես, գիտես ունես, հրեշտակի պես, դու եկար ասես, բավես սվես, կյանքս լծվես, հրաշք կատարվես,
Երկրորդ քեզ A few moments later. Դե իսկ արդեն մայիսի 2-ին վաղառավոտյան Նինան պատրաստվում է, որպեսզի գնանք իմպերիալ ռեստորանային համալիր, որտեղ եւ անցկացվելու է 2026 թվականի սպորտային պարերի միջազգային մրցույթը, որին եւ մասնակցում է Նինան, ասեմ, որ մասնակցելու է առաջին անգամ, այնպես որ մեզ մաղթեք հաջողություն։ Սա եւս կարեւոր իրադարձություն էր մեզ համար։ Нам прекрасное настроение и ваши улыбки. Հայաստանի Հանրապետության ամենամշակութային, ամենասպորտային, ամենաարվեստոտ հայրաքաղաք, մեր ամենասիրելի Գյումրիում եւ այդ բարձր ծափարությունները։ Այսօր այստեղ հավաքվել են Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի կողմից կազմակերպված Հայաստանի Պարի միջազգային մրցույթ փառատոն 2026-ի շրջանակներում։ Ну и перед тем, дорогие друзья, как наши происходит турнир, когда выступают маленькие красивые дети, все гости подходят поближе к бортику, выставляют вперед ручку, ладошку, и когда наши танцоры будут идти мимо них, они могут им отдать свою пять и получить от вас свою энергию. Я уверен, что у каждого из вас очень много.
Ողջույն սիրուններս, կրկին ողջունում եմ բոլորիդ այս վլոգի շրջանակներում, ցանկացա ասել, որ այսօր մայիսի 6-ն է ու ես դարձա 33 տարեկան, որի կապակցությամբ կարող եք շնորհավորել ինձ, իրականում որպես այդպիսին ծնունդ չենք նշելու, պարզապես երեկոյան երեխեքը տուն կգան ու տորտիս մոմերը կփչեմ աղջիկներիս հետ ու սուրճ կխմենք, ուրիշ ոչ մի բան չեմ անելու, ինչպես տեսնում եք դրսում անձրև է գալիս, բայց հուսով եմ, որ շուտ կկտրվի, դե ինչ, իսկ ես հիմա գնում եմ երեխեքին մանկապարտեզից ու դպրոցից տուն բերեմ, ընթացքում, եթե ինչ որ հետաքրքիր պահեր լինեն, անպայման կկիսվեմ։ A few moments later. Դե ինչ սիրուններս, մինչ դուք կդիտեիք այդ կադրերը, որոնք տեղի են ունեցել մայիս ամսվա սկզբին, ես այդ ընթացքում խմեցի, վերջացրեցի իմ սուրճը ու արդեն պատրաստվել եմ, քանի որ տանից դուրս ենք գալու Նինուլիկիս հետ, ասեմ, որ Նինուլիկս 4-րդ դասարանում էր սովորում ու արդեն պատրաստվում է իր ավարտական միջոցառմանը ու մեր դասվարը ասել է, որ միջոցառման ժամանակ երեխաները պետք է բոլորը միանման հագնեն բաց կապույտ գույնի ջինսետ աբատներ և սպորտային կոշիկներ և սպիտակ վերնաշապիկներ, իսկ Նինուլիկս ոչ կապույտ գույնի ջինս ունի, ոչ էլ սպիտակ կոշիկներ, դրա համար քանի այսօր ազատ ենք, որոշեցինք գնալ այդ հարցը լուծել, որպեսզի հանգիստ լինենք, դեռ չգիտենք երբ է լինելու հանդեսը, բայց գնումը նախապես անենք, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի, այնպես որ Նինուլիկս էլ արդեն պատրաստ է, մենք գնանք մեր գնումների հետևից, իհարկե, եթե մեզ հաջողվի գտնել այն ամեն ինչը, որ փնտրում ենք, ձեր հետ ևս կկիսվենք, դե ինչ գնացինք։ Մենք մեր գնումներն արեցինք, կարելի է ասել, սպիտակ կոշիկները, ինչի համար որ եկել էինք, քանի որ դրսում բավականին լավ ու հաճելի եղանակ է, տաղ կարևոտ, պայծառ, Նինուլիկը ուզում է մի փոքր զբոսնել հրապարակում, հատկապես որ տեսանք ֆոնտաններն էլ էին միացրել։ Կատարելով 5000 դրամ եւ ավերտություններ ստանաք նվեր սոֆա վաճառական կողմից։ Գեդլներին չէին փռել։ Չեմ սիրում ֆրեշնը։ Սիրուններս մենք արդեն տանն ենք, մի փոքր հանգստացանք ու քանի դեռ քուրիկս հիմա մեր համար սուրճ է պատրաստում, եկեք միասին նայենք, թե ինչ գնումներ կատարեցինք այսօր մենք այսպիսի գնումներ ենք արել, եկեք հիմա հերթով բացեմ ու տեսնենք, առաջի գնումը, որ հիմա իմ ձեռքում է, քանի որ արդեն կարելի ասել ամառ է ու մեզ անհրաժեշտ է այսպիսի բազային շատ փափուկ ու հարմարավետ տոպիկներ ու որոշեցի երեխեքի համար վերցնել, այս Նինուլիկինս էր, շատ փափուկ, հարմար տոպեր էին առօրյային կրելու համար,
Իհարկե Անգելինայից չէի կարողան մասն թողնել ու ոչ մի բան չվերցնել։ Միատ նայեք ինչքան սիրուն է ու էլի շատ փափուկ, թեթև, դիզայնը, գույնը շատ հավես է, կարծում եմ, որ շորտերի, տաբատների հետ շատ սիրուն կհամադրվի։ Եվ իհարկե ինչի համար, որ մենք այսօր գնացել էինք, այսպիսի շատ սիրուն տաբատ եմ վերցրել իմ գեղեցկուհու համար, որպեսզի ինքը իր հանդեսին հագնի։ Իհարկե այդ օրը այս գոտին կհանենք, քանի որ ուսուցչուհին ասել է, որ վրան ոչ մի բան չլինի։ Իրականում, եթե կտեսնեք, վրան այսպիսի փոքր սրտիկներ է ասեղնագործած, բայց դա հաստատ չի խանգարի։ Սա մեկ։ Հետո հաջորդ գնումը, որ արել ենք, այսպիսի բազային սպիտակ սպորտային կոշիկ, ինչը որ մեր ուսուցչուհին մեզանից ուզել էր։ Էլի շատ սիրուն, հարմարավետ, ամառը ևս կարող է հագնել իր առօրյայում, ու քանի որ ես էլ իրենց հետ հավասար վազում եմ, ինձ ևս հարկավոր էր նմանատիպ թեթև առօրյա հագնելու համար այսպիսի գեղեցիկ սպորտային կոշիկներ, էլի շատ թեթև, հանգիստ, չգիտեմ, ինձ որ շատ դուր եկավ, հագի վրա ինքը բավականին գեղեցիկ էր նայվում ու էլի իրան շատ հեշտ կարող է համադրել, հատկապես որ արդեն ամառ է ու ավելի հեշտ կլինի իրեն համադրել լուքերի հետ։ Վերջիններս այսպիսին էին այսօրվա մեր գնումները ու ամենակարևոր գնումներից արդեն կարելի ասել մենք պրծանք, Նինուլիկս պատրաստ է իր հանդեսին, այնպես որ վերջ, շատ իրականում տարին շատ արագ անցավ, կարծես երեկ լիներ որ սեպտեմբերի 1 էր, իսկ այսօր արդեն պատրաստվում ենք իրենց ավարտական հանդեսին, մի փոքր հուզիչ է այդ պահը, որ գիտակցում ես, որ երեխեքը ինչքան արագ են մեծանում, են որ չես էլ հասցնում ուղղակի վայելես իրանց մանկությունը, բայց ունենք այն ինչ ունենք, դե իսկ ես գնամ սուրճս խմեմ ու անցնեմ արդեն տան գործերին, որովհետև մի քանի կուտակված գործեր ունեմ, որ պետք է անպայման անեմ ու չեմ ուզում թողնել վաղվան։ Ինչ ասեմ սիրուններս, երևի այսքանով ու այստեղ այս վլոգը հասցնենք իր դրամաբանական ավարտին։ Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ այն դիտեցիք մինչև վերջ ու եթե հավանեցիք, ապա չմոռանաք լայքել, բաժանորդագրվել, քանի որ հենց ձեզանից է կախված իմ ալիքի առաջընթացը, իմ ալիքի զարգացումը ու եթե հավանեցիք, նաև կարող եք տարածել ձեր ընկերներին, ցույց տալի մեջը, գուցե եւ նրանց ևս հետաքրքիր լինեմ ես, իմ ալիքը, իմ առօրյան ու իմ կյանքը, այնպես որ նաև կսպասեմ ձեր անկեղծ մեկնաբանություններին։ Դե իսկ այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, պակա։